Ողջույն բոլորին, այսօր ես ուզում եմ, որ մենք խոսենք ռուս հոգևորական Ալեքսանդր Մեննի ժողովածուի մասին, որի վերնագիրն է Մոգությունը եւ միաստվածությունը։ Ահա այս գրքի մասին է խոսքը։ Երկու խոսք Ալեքսանդր Մեննի մասին, նա ուներ հոգևոր կոչում պրոտոիերեյ, որը մոտավորապես համապատասխանում է մեր ավագ քահանային։ Խորհրդային շրջանում, չնայած բառից բուն իմաստով նա այլախոհ չէր, նա կենտրոնացած էր հոգևոր ծառայության եւ հոգևոր ուսումնասիրությունների վրա, բայց հետապնդվում էր խորհրդային իշխանությունների կողմից։ Բազմաթիվ աստվածաբանական գրքերի հեղինակ է, որոնք մինչև 1988 թվականը լույս են տեսնում արտասահմանում, ինչպես նաև ինքնահրատով, սամիզդատով, նրա այսպես ասած պաշտոնապես վերջնականապես թույլատրված գործունեությունը սկսվել է միայն 85 թվականից հետո, վերակառուցումից հետո, բայց դա շատ կարճ տևեց ցավոք սրտի, որովհետև 90 թվականին նա սպանվեց։ Այդ հանցագործության հանգամանքները մինչև այսօր պարզ չեն, չի բացահայտվել այդ հանցագործությունը։ Ալեքսանդր Մեննը այսօր ամենահեղինակավոր աստվածաբաններից եւ քրիստոնյա քարոզիչներից մեկն է։ Այս ժողովածուում ամփոփված են 60-70-ական թվականներին գրված նրա աշխատությունները, որոնց հիմնական թեման է անցումը մոգությունից, կախարդությունից, հմայությունից դեպի հավատ առ մեկ Աստված։ Եթե շատ կարճ ձևակերպենք, ապա մոգությունը, մագիան ձգտում է կառավարել ինչ որ վերին ուժեր, իսկ կրոնը օգնում է մարդկանց հարաբերության մեջ մտնել այդ ուժերի մեջ։ Առաջին դեպքում չկան էթիկական խնդիրներ, չարիքի եւ բարիքի անձնավորված ընկալումներ։ Երկրորդ դեպքում Աստված դառնում է անձնավորված եւ բարոյական չափանիշներ է հաստատում մարդու համար։ Եվ այդ պարագայում կարևորը ոչ թե ծեսն է, այլ մարդու ներքին վիճակը։ Մյուս կողմից Ալեքսանդր Մեննը հանդես էր գալիս գիտության եւ կրոնի գործառույթների բաժանման օգտին։ Հեղինակը հիշեցնում է, որ Թովմաս Ակվինասին դեռ 13-րդ դարում սկսել էր բաժանումը գիտության եւ կրոնի ոլորտները բաժանում էր, իսկ 17-րդ դարի աստղաբան Յոհան Կեպլերը նշում էր, որ դատապարտելի է, երբ Սուրբ գրքում փնտրում են բնագիտական հարցերի պատասխաններ։ 19-րդ դարում, երբ սկսեցին տարածվել էվոլյուցիայի գաղափարները, դարվինիզմը, այսպես ասած, երկու ծայրահեղ եւ հավասարապես սխալ մոտեցում կար եւ իմ կողմից ավելացնեմ, մինչեւ հիմա էլ կա։ Մի կողմը շարունակում է պնդել, որ աշխարհը բառացիորեն ստեղծվել է 6 օրում, իսկ հակառակ կողմը այդ առումով ծաղրում է աստվածաշնչյան ուսմունքը։ Մինչդեռ պրոցեսի էությունը չի փոխվում նրանից, թե ինչ արագությամբ է այն տեղի ունենում, 6 օրում թե 6 միլիոն տարում։ Էվոլյուցիան ղեկավարող պրոցեսների ուսումնասիրումը, իսկ դարվինիզմը ուսումնասիրել է այդ պրոցեսների ընդամենը մեծ տոկոսը բացահայտել է։ Ավելի արագ է բերում մեզ արարչի գաղափարին, գրում է Ալեքսանդր Մեննը, քան հին պատկերացումները։ Աշխատություններից մեկում Մեննը հակադրում է խորհրդային միությունում եւ ոչ միայն գուցե հիմա էլ գոյություն ունեցող այն պատկերացումը շատերի մոտ դա պահպանվել է։ Այդ տեսակետը, որ մարդիկ մոգոնել են կրոնը, որովհետեւ չէին կարողանում բացատրել, դա Էնգելսն էր նաեւ, չէ՞ գրում, չէին կարողանում բացատրել եւ վախենում էին բնության երևույթներից։ Նախնադարյան մարդը գրում է Մեննը, թաքնված շնչավորություն, ոգեղենություն էր տեսնում ամպերի վազքում, ծառերի բների կամ անտառային կենդանիների մեջ։ Այսինքն տարերքը այդ մարդու համար ինչ որ անհոգի երևույթ չէր։ Անտեսանելի աշխարհը մեկուսացված չէր տեսանելի աշխարհից։ Դա կարելի ասել ինչ որ նախնական միստիկա էր, որը հիմք էր դրել հետագա կրոնների համար։
առանց միստիկայի, առանց երևույթների անմիջական հայեցողության, որը շրջանցում է տրամաբանությունը եւ որը հնարավոր չէ բառերով նկարագրել, չկա որևէ կրոն եւ դարձյալ իմ կողմից ավելացնել, չկա որևէ հոգեվոր փորձ։ Հետևաբար խնդիրն այստեղ ոչ այնքան վախն է, այլև ամբողջ աշխարհի շնչավոր լինելը։ Եթե այդպիսի վախ նույնիսկ կար, ապա այն ի հայտ էր գալիս որպես աշխարհի շնչավոր լինելու հետևանք։ Այն, որ մեր նախնիները տեսնում էին, զգում էին բնության անտեսանելի կյանքը, հեղինակի կարծիքով խոսում է թերևս ոչ թե նրանց սխալների, այլ գուցե մեր ինտուիցիայի սահմանափակման մասին, ոչ զարգացած լինելու մասին։ Մեկ այլ աշխատության մեջ մենը անդրադառնում է ավելի ուշ շրջանի մշակութային երևույթին, Գիլգամեշի մասին շումերական էպոսին։ Դա արդեն մեր թվարկությունից առաջ 13-11-րդ դարերն են։ Եվ այստեղ արդեն ոչ միայն բնության հետ կապված երևույթներ են, բնության հետ կապերն են, այլև դրանից բխող սյուժեները, օրինակ համաշխարհային ջրհեղը, որը այդ էպոսում կա, կամ Սադուրի անունով հավերժահարսը գլխավոր հերոսին ասում է, համոզում է. ինչու ես մտածում մահվան մասին, լցրու քո փորը, օր ու գիշեր ուրախ եղիր, կյանքը տոնիր ամեն օր, բայց Գիլգամեշը նրան չի լսում եւ շարունակում է փնտրել ճանապարհը Ուտնապիշտի երկիր, որը կարելի ասել ինչ որ իմաստով երկնային արքայության նախատիպն է։ Այստեղից Ալեքսանդր Մենը գալիս է բիբլիական սյուժեներին, բիբլիական միֆին, միֆը, միթոսը, երբեմն մենք թարգմանում ենք որպես առասպել, բայց այս գրքում Մենը գրում է, որ դրանք տարբեր բաներ են։ Առասպելը լեգենդը, ըստ նրա արտաքին պատյանն է, որի միջոցով ժողովուրդը պահպանում է իր հիշողությունը իրական պատմական իրադարձությունների մասին։ Այնինչ միֆը այն լեզուն է, որով մարդը խոսում է իր համար կարևոր բաների մասին։ Այստեղ չեն դիֆերենցվում, չեն զատվում կրոնը, պոեզիան, գիտությունը, էթիկան, փիլիսոփայությունը։ Իհարկե կարող է պատահել, որ պատմական փաստը դառնում է լեգենդ, իսկ այնուհետև միֆ, բայց այդ դեպքում դա ոչ թե պարզապես հիշողություն է անցյալի մասին, այլ ճշմարտության ուղի։ Որպես օրինակ հեղինակը բերում է հրյաների ելքը Եգիպտոսից։ Այդպես է առաջանում Զատիկի, Պեսախի, այսինքն մահվան հրեշտակին շրջանցելու սիմվոլիկան, որն արդեն հիմնված է միֆի, ոչ թե փաստի կամ առասպելի վրա։ Նույնիսկ այն դեպքում, եթե բիբլիական միֆը ներկայացնում է ինչ-որ պատմական իրադարձություն, այն ուղիղ իմաստով պատմություն չէ։ Մենը դա անվանում է մետապատմություն, մի պատկեր, որը արտահայտում է իրերի իմաստի ոգեշնչված, ոգեղեն դիտարկումը։ Այդ համատեքստում Աստվածաբանը բերում է Ադամի օրինակը։ Պողոս առաքյալը գրում է նա Ադամին չի համարում պարզապես մարդկանցից մեկը, թեկուզ եւ առաջին մարդը։ Քրիստոսին առաքյալը համարում է երկրորդ Ադամ, դիմելով Փիլոն Ալեքսանդրացու եզրաբանությանը։ Վերջինս հիշեցնեմ առաջին դարի հրյա փիլիսոփայ, որի աշխատությունները մի քանիսը այդ աշխատություններից ի դեպ արդեն 5-րդ դարում թարգմանվել էր հայերեն։ Եթե Պողոսի համար Ադամը պարզապես մարդ լիներ, ապա նա չէր հակադրի երկու Ադամներին, որովհետև երկրորդ Ադամը առաքյալի ընկալմամբ եկեղեցու մարմնավորումն է, էկլեսիայի ժողովի դրսևորումը։ Եվ հետևաբար առաջին Ադամը բնական մարդկության կիզակետն է։ Տեսնում եք, չէ, ինչպես է միֆը աշխատում։ Առաջին հին Ադամը մեր անկատար մարմնավոր վիճակն է, իսկ երկրորդ Ադամի մեջ կայանում է նոր հոգևոր ծնունդ ստանալու մեր հնարավորությունը, որից կարող ենք օգտվել եւ չօգտվել։ Արդեն ասացի, որ Ալեքսանդր Մենը ոչ այնքան գիտնական էր, որքան
քրիստոնյա քարոզիչ, եւ դրա համար նրա գրածները ընկալվում են որպես ազատ մտորումներ եւ կարդացվում են հեշտությամբ։ Լավ մնացեք։